Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը համակարգում է կոնկրետ ոլորտներ եւ ձախողում, գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Օրաթերթը գրում է. ԱԺ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի սկանդալային նախագիծը բանակի ժամկետային զինծառայությանը վերաբերող լուրջ աժիոտաժ է առաջացրել ՔՊ խմբակցության ներսում։ ՔՊ-ական պատգամավորների մի ստվար զանգված Սարգսյանի դեմ է դուրս եկել։ Ավելին հասել են նրան, որ 3 ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից հանվել է օրենքի նախագիծը, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռացել է խորհրդարանից։ 2025 թվականի մայիսի 26-ին Երևանում մեկնարկեց Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից։ Համաժողովի կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվել է 66.602.000 դրամ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից $590,000 հափշտակության դեպքը խիստ մտահոգության տեղիք է տվել հանրության շրջանում։ Այս հանգամանքը հաշվի առնելով ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրություն է ուղարկել քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, որպեսզի իրեն թույլ տան տեսնել աղմկահարույց 1 տոննա կոկաինը, որը իր եղենապացույց է եւ պահվում է ԱԱԾ-ում։ Հրապարակ օրաթերթը գրում է. ՔՊ-ում ակտիվ նախընտրական քարոզարշավի մեջ են։ Հունիսի կեսերից սկսվելու են վարչության անդամության թեկնածուների առաջադրումները։ ՔՊ-ում կանխատեսում են, որ այս անգամ 100-ից ավելի թեկնածու է լինելու։ Ներկայումս մոտ 50 հոգու անուն է շրջանառվում։ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուկյանն ԱՄՆ-ում է։ Իր ամերիկյան հանդիպումներից լուսանկարներ է հրապարակում ըստ օրաթերթի, նրա այցի գլխավոր նպատակը Վարդան Ղուկասյանի Դոգի փաստաբանական խմբի հետ հանդիպելն է։ Իրավաբան Մարուկյանը որոշել է աջակցել Ղուկասյանի ազատության գործին։ Հունիսի 2-ին Գորիսում կկայանա հայ-ֆրանսիական համաժողով եւ նույն օրն էլ Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսության բացման արարողությունը կլինի, հայտնում է օրաթերթը։ Մայիսի 21-ին հակակոռուպցիոն դատարանը դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ կալանքից ազատել է Երևանի քաղաքապետարանի կաշառքի մեղադրանքով անցնող պաշտոնյաներին, գրում է Հրապարակ օրաթերթը։ Փաստ օրաթերթը գրում է. Սյունիքի մարզպետի աշխատակազմը մշակել է նախագիծ, որից պարզ է դառնում, որ միաձուլվելու են Սյունիքի մարզի Որոտանի եւ Լծենի հիմնական, Շամբենի եւ Վախտինի միջնակարգ դպրոցները։ Օրաթերթը նաեւ գրում է. Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավելի քան 2.5 տարվա դադարից հետո ունեցած 3 հրապարակային խոսքի դիտումների վիճակագրությունն ուսումնասիրելով պարզվեց, որ նրա անձի խոսքի նկատմամբ հանրային հետաքրքրությունը շեշտակի աճ է արձանագրել։ Ընդամենը մի քանի լրատվական հարթակներն ուսումնասիրելով պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ունեցել է մոտ 5 միլիոն դիտում։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր Նյուզ կայքում։